Ես շնորհակալ եմ ասոցիացիային այս հետաքրքիր կրեատիվ միջոցառման համար եւ ձեր հայտի թերևս հենց ամենաառանցքային հատկանիշը այն էր, որ երիտասարդների եւ երեխաների մասնակցությունը էապես շեշտված էր ստեղծագործությունների ձևով, արվեստի ձևով եւ ինչու եմ սա ուզում շեշտել, որովհետեւ ցավոք վերջի շաբաթը մենք ցավալի իրադարձություններ ունեցանք հանրային դաշտում, որոնք կարծես թե խախտում են հանրային համերաշխության, հանրային անվտանգության մեր պատկերացումները եւ հաճախ մենք կարծում ենք, որ երեխաները դա չեն զգում կամ երիտասարդները դրանց մասնակից չեն։ Ոչ, երեխաները եւ երիտասարդները շատ ավելի զգայուն են նման խնդիրների նկատմամբ եւ մենք պարտավոր ենք նրանց հետ խոսել, մենք պիտի նրանց ներառենք եւ պիտի նրանց հաշվի առնենք մեր բոլոր բարեփոխումների, մեր պետության կայացման բոլոր միջոցառումների կազմակերպման առումով։ Ես նույնիսկ մտածում եմ, որ այս նկարները կարող են ՆԳՆ եւ կայքեջում եւ շենքում ինչու՞ չէ դրվել որպես վկա, որ մենք մասնակից ենք դարձնում նաեւ մեր երիտասարդներին եւ դա իրական մասնակցություն է։ Գալով ծրագրին ես նաեւ ուզում եմ ասել, որ Ջուրիմոնյան արդեն 4 տարի 4 ուղղությամբ աշխատում է հակակոռուպցիոն բարեփոխումներ, մարդու իրավունքների ռեֆորմներ, ներքին գործերի, այդ թվում հանցավորության կանխարգելման ռազմավարության նախագծի, առաջին նախագծի պատրաստում եւ քրեակատարողական ոլորտի բարեփոխումներ, այն նախաձեռնվել է 3 կազմակերպության՝ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, մեր կառույցի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից, որպես առաջին պլատֆորմա, որը միավորում է 25 եւ ավել հասարակական կազմակերպություններ, որոնք առավել ակտիվ պիտի քաղաքացիական վերահսկողություն եւ մասնակցություն ցուցաբերեն անվտանգության եւ արդարադատության ոլորտին։ Ինչու այս ոլորտին, որովհետեւ այլ ոլորտները թերևս, օրինակ երեխայի պաշտպանության ոլորտը, որը իմ էլի ամենասիրելի ոլորտներից է, արվեստի ոլորտը եւ շատ այլ ոլորտներ շատ ավելի հեշտ են մասնակցության եւ ինչու՞ չէ նաեւ բարեփոխման առումով, այսինքն շատ հեշտ է նկատելի այս ոլորտներում փոփոխությունները։ Անվտանգության, հանրային անվտանգության ոլորտում բարեփոխումները շատ դժվար նկատելի են։ Մենք այսօր մեր ջանքերը ինչ որ դնում են, կարող ենք դրանք նկատել 3, 4, 5 տարի հետո։ Այսինքն մեկ օրում չենք կարող փոխել սոցիալական համերաշխության կոնցեպտը, բայց կարևոր է, որ այդ քայլերը լինեն հանրային վերահսկողությամբ, ինչին միտված է մշտադիտարկումը։ Ես շատ հույս ունեմ, որ մշտադիտարկման արդյունքները մեր գործընկերները նախարարությունում կքննարկեն նաև այլ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, որովհետև ՆԳՆ-ն համագործակցում է քննչական կոմիտեի, դատախազության, արդարադատության նախարարության, այսինքն սա մի ամբողջական ոլորտ է եւ կարծում եմ շտա առանցքային է հենց ոստիկանության վերակազմավորումը որպես ներքին գործերի նախարարության հենց այդ առանցքի միտումն էր, որ մեր բոլորիս ներքին գործերը վստահված են ձեզ եւ բոլորիս ներքին անվտանգությունը, համերաշխությունը այս փաստաթղթի արդյունքում ենթադրում եմ շատ ավելի լավը կլինի եւ անպայման կդիտարկվի որպես կարեւոր ուղեցույց։ Շնորհակալություն եւ բոլորիս այսօր մաղթում եմ լավ միջոցառում։